Պետք է մենք մեր ճշմարտություններին վերադառնանք, այն ինչ որ մենք համարում ենք ճշմարտություն, դա ճշմարտությունն է թե չէ։ Մենք կներեք, այդքան մեր ինքնության ամենակարևոր մասն է։ Ներողություն եմ խնդրում, էլի որ ձեզ հետաձգում եմ։ Մեր ինքնության ամենակարևոր մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել։ Ոնց է որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ոնց է որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ոնց է եղել, ես մենք պետք է հասկանանք, թե չպետք է հասկանանք։ Այս թեմաների հետ պետք է հարաբերվենք, թե չպետք է հարաբերվենք։ Մենք մեր ինքնությունը կառավարում ենք, թե մենք մեր ինքնությունը չենք կառավարում։ Ստեղ է հարցերը։ Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ։ Ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես։ Ով պայքարում է եկեղեցու դեմ հավիտենական դատապարտության ու ամոթի խարանքով պիտի հիշվի պատմության մեջ։ Ով խախտում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հարկից եւ ընտանեկան ջերմությունից։ Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ եւ ասպանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման։ Ամեն։